Սիրելի հայրենակիցներ, այսօր ես ձեզ եմ ներկայանում անկախ քաղաքագետի և Երևանի TV 7 ընտրատարածքի ընտրողի կարգավիճակով։ Քանի որ շատ երկար տարիներ ապրել եմ այդ թաղամասում, հրաշալի գիտեմ ընտրատարածքի ընտրողների տրամադրությունները, հասարակության սպասումներն ու ակնկալիքները։ Այս համատեքստում ես շատ բնական եմ համարում, որ ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մերժեց Նիկոլ Փաշինյանի բանավիճելու առաջարկը։ Սամվել Ալեքսանյանը բանավիճելու կարիք չունի, որովհետև այդ ընտրատարածքում չունի իրական մրցակիցներ և մայիսի վերջին ջախջախիչ հաղթանակ է տանելու։ Դա գիտի նաև Նիկոլ Փաշինյանը և այնուամենայնիվ առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու։ Նիկոլը շատ լավ գիտի, որ այդ ընտրատարածքում պարտվելու է, սակայն նրան պետք է աղմուկ, նրան պետք է իր անձի հերոսացում։ Եվ դա ամենևին էլ TV 7 ընտրատարածքի ընտրությունների հետ կապված չէ։ Պարզապես ՀԱԿ-ում շատերը, այդ թվում Նիկոլը, հասկանում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շուտով թողնելու է քաղաքական թատերաբեմը և ՀԱԿ-ում գզվռտոց է սկսվել լիդերի կարգավիճակի համար։ Լիդերության հավակնություններ ունի նաև Նիկոլ Փաշինյանը։ Ես ուզում եմ միանգամից ասեմ, որ անցած տարիների իմ գործունեությունը իմ ու Նիկոլի նույն հարթակում գտնվելը ամենևին կապ չունի իմ այսօրվա քաղաքական համակրության հետ։ TV 7 ընտրատարածքում ես պաշտպանում եմ Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը։ Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի քաղաքական և մարդկային ազնվությանը։ Նա խոսում է համերաշխության մասին, սակայն անդադ քաղաքական շարախնդրությամբ է խոսում իր քաղաքական հակառակորդների մասին, պիտակավորում է մարդկանց, ովքեր մեծ հեղինակություն ունեն իրենց ընտրատարածքում, համայնքում։ Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի հանդուրժողականությանը, քաղաքական սկզբունքայնությանը, որովհետև 2 տարի առաջ դրանում ինքս եմ համոզվել, երբ ես 2 տարի առաջ հանդիպեցի Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հետ և իմ զորակցությունը հայտնեցի նրան, «Հայկական ժամանակ» թերթում իսկական հիստերիա սկսվեց իմ դեմ, այնպիսի տպավորություններ ստեղծվել, կարծես թե ես հանդիպել եմ ոչ թե հաղթանակած բանակի նախարարի, այլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Սա կարող էր անել միայն մի մարդ, որը չի հասկանում հայրենիքի պաշտպանի, հայրենիքի զինվորի գինը։ Ավելի լավ կլիներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բոլորին ներկայացներ այն հիմքերը կամ այն հենարանը, որի շնորհիվ չի ծառայել հայոց բանակում։ Ես ընտրում եմ հայրենիքի պաշտպանին, ընտրում եմ հայրենիքի գաղափարը, դրա համար իմ քվեն տալու եմ Սամվել Ալեքսանյանին։ Մայիսի 6-ին Սամվել Ալեքսանյանը ջախջախիչ հաղթանակ է տանելու։